2026 թվականի ապրիլի 11-ից 12-ին Փարիզում տեղի ունեցավ Սփյուռքի ազգային զորաշարժին նվիրված խորհրդաժողովը։ Մասնակցությամբ 26 երկրներից ժամանած քաղաքական, համայնքային և մտավորական շրջանակների ներկայացուցիչների։ Խորհրդաժողովի նպատակն էր քննարկել Հայաստան-Սփյուռք հարաբերությունները։ Ընդհանուր այս իրավիճակից դուրս գալու համար ես այսօր նաև նշեցի, պետք է լինի համահայկական համախմբում։ Հիմնական ուղերձը մեկն էր՝ Սփյուռքը պետք է ունենա ոչ միայն համայնքային, այլ նաև ավելի ակտիվ քաղաքական դեր համազգային հարցերում։ Քննարկումների հիմնական թեմաները վերաբերում էին Սփյուռքի քաղաքական դերին, Հայաստանի անվտանգությանը և Արցախի հարցի միջազգային օրակարգում պահպանմանը։ Մեր ազգային հասկացողության մեջ մեզ ոչ մեկը մեզի չպիտի կա և չպիտի պաշտպանի։ Գերիների վերադարձը, արցախահայության իրավունքների պաշտպանությունն ու Արցախի մշակութային ժառանգության պահպանումը վերահաստատվեցին որպես համազգային առաջնահերթություններ։ Մենք ուրույն քոյացություն ենք, սերունդե սերունդ ժառանգված և աշխարհի 4 ափերուն վրա տարածված, բայց նույն ադեն հայ ազգի անբաժանելի մեկ մասնիկը մեր էությամբ նվիրված հայկական պետության Ամենակարևոր ուղղություններից էր ազգային ինքնության պահպանումը, գնահատելով հայկական դպրոցները, եկեղեցին, լեզուն և մշակույթը որպես ազգային ինքնության հենասյուն։ Նպատակը միայն եկեղեցի ունենալը չէ, երբ որ մենք ասում ենք եկեղեցի, նկատի ունենք նաև դպրոց կողքից։ Խորհրդաժողովը առանձնահատուկ ուշադրություն դարձրեց նաև արևմտահայերի պահպանման, այն դիտարկելով համահայկական խնդիր։ Սա վտանգավոր գործընթաց է, որը կարող է և խարխլում է մեր ազգային հիմքերը։ Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի միջև հեռավորության խորացման ֆոնին անհրաժեշտություն դիտարկվեց գնահատել Սփյուռքի ներուժը և ունենալ ավելի հարգված համագործակցություն տարբեր ոլորտներում։ Սփյուռքը Հայաստանի ոչ թե նավթն է, Սփյուռքը հայ ժողովուրդն է, հայ ժողովրդի գաղափարախոսության մեկ մասնիկն է։ Թերևս խորհրդաժողովի ամենակարևոր քննարկվող թեման հենց զորաշարժի գաղափարն էր, սակայն այստեղ զորաշարժ բառը չէր օգտագործվում ռազմական իմաստով։ Խոսքը քաղաքական, կազմակերպական և ազգային վերակազմակերպման մասին էր։ Մեր քննարկման ընթացքում փորձեցինք մատնանշել և ուրվագծել այն ամենակարևոր հարցերը, որոնք առհասարակ Սփյուռքի քաղաքական օրակարգի մեջ կան, պետք է լինեն և հատկապես իմ պարագայում նաև շեշտադրում անել արցախցիների վերաբերող հարցերի, ըստ այդմ գերիների վերադարձին։ Խորհրդաժողովի ավարտին ընդունված հայտարարությունն ուներ նաև հստակ քաղաքական շեշտադրումներ։ Այն ընդգծում էր, որ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները պետք է հիմնվել ազգային պետական օրակարգի վրա, իսկ Հայաստանի քաղաքացիներին կոչ էր արվում ակտիվորեն մասնակցել առաջիկա ընտրություններին։ Ըստ իս այսօր եկեղեցու դեմ եղած արշավը մի փոքր մասն է շատ ավելի լայն և ընդհանուր իրավիճակի, որ կրնանք բնութագրել որպես ազգային և պետական օրակարգերի բաժանումը, դարանչալումը։ Շատ վտանգավոր բան է ըստ իս։ Ընդհանուր առմամբ Փարիզի այս համաժողովը կարևոր էր ոչ միայն լայն աշխարհագրության և ներկայացվածության շնորհիվ, այն նաև որովհետև ցույց տվեց, որ Սփյուռքում այսօր առաջնային նշանակություն ունի Հայաստան-Սփյուռք հարաբերությունների վերակազմակերպումը նոր քաղաքական և անվտանգային իրողություններին համապատասխան։ Մեր դիրքորոշումը հետևյալն է. Հայաստանը Սփյուռքի կենսունակության աղբյուրն է։